ունեցավ ԿԳՄՍ եւ ՏԿ նախարարների, ինչպես նաեւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի եւ ղեկավար կազմի այցը մեր երկու մարզաբազաներ։ Յուվենտուսի հայաստանյան ակադեմիան Երևան քաղաքում ունենալու է երկու մարզաբազա, առաջինը գտնվելու է Ավան վարչական շրջանում, իսկ երկրորդը Կենտրոն վարչական շրջանում, Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, որտեղ եւ մենք գտնվում ենք։ Այստեղ մարզաբազայից բացի կառուցում ենք UEFA-ի երկրորդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխանող մուլտիֆունկցիոնալ մարզադաշտ։ Մեր պարտավորությունը կառավարության որոշմամբ 5 տարում էր, որ պետք է իրականացնենք ներդրումները, սակայն առաջին տարում արդեն իրականացնում ենք նախատեսվածից 2 անգամ ավել ներդրումներ։ Շինարարական աշխատանքների ավարտը ակնկալում ենք հուլիս ամսին, իսկ պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա օգոստոս ամսին։ Ապրիլ ամսվա վերջ Երևան կժամանի իտալացի տեխնիկական տնօրենը տեղի կունենա Մամլո ասուլիս, որտեղ կտրվեն հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նաև ապրիլ ամսվա վերջ կսկսի երեխաների նախագրանցումը արդեն։ Հատուկ շնորհակալություն կուզեի հայտնել ՀՀ կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին, ֆուտբոլի ֆեդերացիային, ինչպես նաև մյուս բոլոր պատկան մարմիններին մեր ծրագրին առաջին իսկ օրվանից աջակցելու եւ սատարելու համար։ Մենք վերջին շրջանում արդեն երկրորդ անգամ ենք այցելում Յուվենտուսի ակադեմիայի Ավանի մասնաճյուղ եւ ահռելի տարբերություն կա։ Մենք շատ ուրախ ենք եւս մեկ անգամ պետք է ընդգծենք, որ պետություն, մասնավոր եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հասարակական կազմակերպության համագործակցությունը լուրջ արդյունքներ է տալիս եւ մենք արդեն մոտենում ենք այս նախագծի, որտեղ նաեւ ֆուտբոլի ֆեդերացիան իր աջակցությունը ունի, պետությունը բնականաբար մենք մոտենում ենք դրա ավարտին։ Ասեմ, որ Յուվենտուսի ակադեմիայի Հայաստան մուտք գործելուց հետո մենք ունենք եւս մի քանի նախագիծ, որոնց վրա աշխատում ենք։ Մարդիկ հասկանում են, որ այստեղ հնարավոր է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը առաջին հերթին, ինչը մենք շատ ենք ուզում անել։